Աստված չանի, որ ռուսներն ու ազերիները հանկարծ որոշեն ձևականորեն իրար վրա կրակել սահմանամերձ շրջաններում։ Հայ ժողովրդի 80%-ը բահ ու քլունգով ոգևորված կշարժվի դեպի Բաքու եւ այդ ժամ կկրկնվի այն, ինչը միշտ եղել է։ Հայերը կհայտնվեն ռուս-թուրքական հին ծուղակում։ Էլ չասենք, որ եթե հանկարծ ռուս-ուկրաինական պատերազմը սկսված լիներ 44-օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ, հայության 80%-ը կարող էր Կիևի մատույցներում զոհված լիներ։ Պուտինի նկարը դոշին զարկած։ Չկա չարիք առանց բարիքի։ Ինչ է կատարվում հայ-ռուսական եւ ռուս-ազերական ֆրոնտում։ Ամենայն հավանականությամբ խոսքը նախ եւ առաջ կապիտալի վերաբաշխման մասին է։ Ամենամեծ կապիտալի վերաբաշխումը տեղի է ունեցել 100 տարի առաջ, երբ ստեղծվեց Սովետը։ Հետո կապիտալի խոշոր վերաբաշխում տեղի ունեցավ Սովետի փլուզումից հետո։ Այժմ հերթական վերաբաշխման պրոցեսն է։ Ռուսաստանը նախկին Սովետից ներգաղթած էթնիկ խմբերից հետ է վերցնում խոշոր կապիտալը։ Ուկրաինական պատերազմը շուտով կավարտվի, վերադարձող զինվորներին եւ տեղական ազգաբնակչության սիրտը պետք է շահել, մեղավորի կերպար է անհրաժեշտ։ Կովկասցիները լավ մեղավորի թեկնածուներ են, լինի հայ, վրացի թե ազերի։ Հետո այժմ 90-ականները չեն, եկվորների փոխարեն տեղացիները կարող են եւ առևտրով զբաղվել եւ ծառայություններ մատուցել եւ կառուցել։ Եվ այդ պրոցեսը համաձայնեցված է նախկին ռեսպուբլիկաների, տվյալ դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այս կոմբինացիան ձեռնտու է բոլոր կողմերին։ Ռեսպուբլիկաները ստանում են իրենց էթնիկ խմբերի պարագլուխների կապիտալի որոշակի բաժինը, Մոսկվան տիրոջ իրավունքով վերցնում է իր տարածքում գտնվող հիմնական բիզնեսները անշարժ գույքով հանդերձ։ Այդ բիզնեսներն էթնիկ խմբերին տրվել էին ժամանակավորապես, մինչև ոտքի կանգնեն եւ կայանան։ Այդ բիզնեսների գլխին նշանակված տերերը ժամանակավոր մենեջերներ են, ուրիշ ոչինչ։ Նրանց նույնպես չեն նեղացնի, բոլշևիկների պես չեն գնդակահարի։ Այսպիսով ոչխարները գոհ կլինեն, գայլերը կուշտ։ 100 տարի առաջ Սովետի ստեղծումը պատահական ծրագիր չէր, որ իրագործեց ընկեր Լենինը, դա անհրաժեշտություն էր։ Իրավիճակը առաջին համաշխարհայինից հետո այսօրվա պես քաոսային էր, արևմտյան աշխարհը տոտալ դեպրեսիայի մեջ էր։ Որպեսզի Եվրոպան ոտքի կանգներ, շունչ քաշելու ժամանակ ունենար, անհրաժեշտ էր Սովետի պես մի կառույց, որը վերահսկողության տակ կպահեր ահռելի Եվրասիան իր մերձակայքով։ Եվ Սովետը իր դերը հիանալի կատարեց։ Այժմ կրկին քաոսային իրավիճակ է։ Արևմուտքը գաղափարական եւ մարդկային ռեսուրս չունի աշխարհը բալանսի մեջ պահելու համար։ Դեմոկրատիան դրոշակ դարձնելով աշխարհը փոխել չստացվեց։ Իսլամական աշխարհն ավելի ռադիկալ դարձավ եւ տարանջատվեց մյուսներից, Չինաստանը դարձավ գերզարգացած հսկա։ Պառաված Եվրոպայում ամեն ինչ հին ու նամշած է, Եվրոպան դարձել է մեռնող թանգարան։ Եվրոպան չունի հիմք, առաջնորդ, միասնական ծրագիր։ Նոր Սովետի անհրաժեշտություն նոր օրի դառնում է ժամանակի հրամայական։ Ժողովուրդները հոգնել են այս բալագանից, ուրախությամբ եւ մեծ պաստառներով կողջունեն նոր միությունը։ Հուլիսի 1-ին Մոսկվայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռահման Մուստաֆայևը կրկին հրավիրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն, որտեղ մնացել է ավելի քան 1 ժամ։ Կարճ ժամանակ անց ՌԴ-ԱԳՆ պաշտոնական կայքում հաղորդագրություն է տեղադրել, ըստ որի նրան Բաքվում ձերբակալված ռուսաստանցի լրագրողներին անհապաղ ազատ արձակելու պահանջով վերբալ նոտա է փոխանցվել։ Բաքվի լրատվամիջոցները հայտնել են, որ Սպուտնիկ Ադրբեջանի 2 աշխատակից Խաթայիի շրջանային դատարանի վճռով ենթարկվել են 4-ամսյա նախնական կալանքի։ Թվում է Ադրբեջանի իշխանությունները հաստատակամություն եւ վճռականություն են դրսևորել։ Մանավանդ որ գլխավոր դատախազությունն էլ իր հերթին Եկատերինբուրգում բռնություն գործադրելու հիմքով Ռուսաստանի իրավապահների դեմ քրեական գործ է հարուցել։ Այդ տպավորությունը սակայն ցրվում է, երբ ծանոթանում ենք Սպուտնիկ Ադրբեջանի աշխատակիցների դեմ քրեական գործի մասին Ադրբեջանի ՆԳՆ հաղորդագրությանը։ Ըստ այդմ 7 անձ, որից 2-ը կալանավորված է, կասկածվում են խարդախության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, փողերի լվացման եւ ոչ օրինական ճանապարհով գույքի ձեռքբերման մեջ։ Նախորդին Բաքվի լրատվամիջոցները հղում անելով իրավապահ մարմիններին հայտնել են, որ Բաքվում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության 2 գործակալ։
Ավելի վաղ դիտարկել էինք, որ եթե Ադրբեջանում ՌԴԱԴՑ գործակալներ են բացահայտվում, ապա պետք է ենթադրել, որ Եկատերինբուրգում ադրբեջանական էթնիկ հանցախումբը որևէ երկրի հատուկ ծառայությունների գործակալական ցանցի մաս է կազմում։ Պետությունները որպես կանոն մի կողմի լրտեսների բացահայտմանը պատասխանում են հայելային, եւ ահա երևում է Իլհամ Ալիևը հետքայլ է կատարել, Սպուտնիկ Ադրբեջանի երկու ռուսաստանցի աշխատակիցներին ներկայացնելով խարդախության, ապօրինի ձեռնարկատիրությամբ, փողերի լվացմամբ եւ ոչ օրինական ճանապարհով գույքի ձեռքբերման մեղադրանք։ Այսպիսով Սպուտնիկ Ադրբեջանից լրտեսության մեղադրանքը հանվել է, իսկ դա Մոսկվայի համար սկզբունքային նշանակություն ունի, քանի որ այդ լրատվամիջոցը գործում է հետխորհրդային տարածքի այլ երկրներում եւս։ Բաքվում ԱԴՑ գործակալների բացահայտման պնդումը կարող է անհանգստացնել բոլոր երկրներին, որտեղ Սպուտնիկը թղթակցային գրասենյակ ունի։ Ռուս-ադրբեջանական սրացման խորքում ամենայն հավանականությամբ շատ ավելի խորքային մոտիվացիա կա, քան թվում է։ Ադրբեջանցի որոշ ընդդիմադիր գործիչներ եւ վտարանդի մեկնաբաններ պնդում են, որ Ռուսաստանի ազդեցությունից ձերբազատվելու եւ ինքնիշխանությունը պահպանելու համար Իլհամ Ալիևը պետք է արագացնի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ըստ երևույթին նման հեռանկար Ալիևին ներկայացրել է Թուրքիայի նախագահ Էրդողանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելուց առաջ Ալիևի հետ Մարաշում հանդիպմանը։ Այդ առումով չափազանց ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց ունենալուց 2 օր հետո Էրդողան-Ալիև հանդիպումից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 3 տարվա ընդմիջումից հետո հեռավար բանակցություններ է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Նույն օրը ՌԴ-ԱԳՆ-ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Մասյուկն ասել է, որ ինքնակոչ արևմտյան միջնորդները Բաքվին եւ Երևանին ստիպում են վաղահաս պայմանագիր ստորագրել եւ դա գործին չի օգնի։ Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի մասին Կրեմլի տարածած հաղորդագրության տեքստում Հարավային Կովկասին հայ-ադրբեջանական կարգավորման մասին որևէ հիշատակում չկա, բայց ընդգծված է, որ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի իրավիճակը։ Կարելի է ենթադրել, որ շոշափվել է նաև Հարավային Կովկասի իրավիճակը։ Մակրոնը կկարողանա Պուտինին համոզել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը չի ենթադրում Հարավային Կովկասից Ռուսաստանի արտամղում։ Ըստ հաղորդագրության կողմերը պայմանավորվել են շփումները շարունակել։ Բայց հարց է, թե արդյոք Էրդողանին կհաջողվի Ալիևին համոզել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չի սպառնում նրա դինաստիական իշխանությանը։